Քաջարանի թունելի կառուցումը հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է։ Այն հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել հյուսիս-հարավի հարավային հատվածի մեծ մասը։ Քաջարանի թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կիլոմետրով։ Տրանսպորտային միջոցների միջին արագությունը ժամում 50 կիլոմետրից կհասնի ժամում 80 կիլոմետրի։ Մոտ 40 րոպեով կկրճատի երթևեկության ժամանակը։ Թունելի միջոցով կշրջանցվի ծովի մակերևույթից 2535 մետր բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը Մեղրու լեռնանցքի անցանելիության ապահովման հետ կապված դժվարություններից։ Թունելի ընդհանուր երկարությունը կկազմի 7,2 կիլոմետր։ Թունելի ներսում կառուցվող ճանապարհը կունենա 2 երթևեկելի գոտի և մայթեր 16 մետր ընդհանուր լայնությամբ։ Բացի այդ, տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթևեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։ Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաև ելք։ Թունելը հագեցած կլինի անհրաժեշտ այնպիսի ժամանակակից համակարգերով, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման ավտոմատ համակարգ, ավտոմատ լուսավորություն, տարհանման ազդանշանների և ճանապարհային լուսային նշիչների համակարգ, ավտոմատ օդափոխություն, տարհանման ելքի օդափոխության և պաշտպանության համակարգեր, սոսկայանների համակարգ, տեսահսկման ավտոմատ համակարգ, ռադիոդիֆուզիոն համակարգ, հրդեհի հայտնաբերման ավտոմատ համակարգ, հրդեհաշիջման ավտոմատ համակարգ, կառավարման կենտրոն։ Քաջարանի թունելի կառուցումն իրականացվելու է հորատապայթեցման մեթոդով, դա կլինի բարձր ճշգրտության հաշվարկի և կառավարելի պայթյունի էներգիայի կատարյալ համադրություն։ Գործընթացը կսկսվի նախագծային ճշգրիտ տեղանշմամբ, ամուր ժառային զանգվածի մեջ կհորատվի շպուրների համակարգ ապագա պայթեցման համար։ Այնուհետև յուրաքանչյուր շպուրի խորքում կտեղադրվեն պայթուցիկ նյութի անհրաժեշտ ծավալը և դետոնատորները։ Մեկ ճշգրիտ վերահսկելի հարված և դարավոր ապարաժը վայրկենապես կկոտրվի, ձևավորելով թունելի ապագա ուրվագիծը։ Հաջորդ փուլը անվտանգության ապահովումն է։ Օդափոխության հզոր համակարգը ակնթարթորեն կմաքրի հանքախորշը ծխից և փոշուց։ Ծանր տեխնիկան կիրականացնի լեռնային զանգվածի բարձումն ու տեղափոխումը, ազատելով տարածությունը հաջորդական աշխատանքների համար։ Որպես հորատման վերջնական փուլ կկատարվի առաջնային ամրակապում։ Մակերեսները կպատվեն տոկրետ բետոնով և կֆիքսվեն անկերներով։ Փուլը կավարտվի և թունելի հորատումը կշարունակվի։ Թունելի ամբողջ երկարությամբ հորատման գործընթացն ավարտելուց հետո կիրականացվեն ջրամեկուսացման աշխատանքներ, կտեղադրվի ջրահեռացման համակարգ, թունելը կբետոնապատվի, երթևեկելի գոտին կասֆալտապատվի և կտեղադրվեն թունելային համակարգեր։ Շինարարական աշխատանքների պայմանագիր կստորագրվի ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի և իրանական Abad Rahan Pars International Group և Tunelsat Ariana համատեղ ձեռնարկության միջև։ Abad Rahan Pars International Group և Tunelsat Ariana համատեղ ձեռնարկությունը ճանապարհների և թունելների կառուցման բնագավառում ունի մեծ փորձ, ինչպես Իրանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Համատեղ ձեռնարկությունը նորեկ չէ հայաստանյան շինարարության ոլորտում։ Այն հաջողությամբ ավարտել է մի քանի նախագիծ, այդ թվում Բագրատաշենի կամրջի կառուցումը Հայաստան-Վրաստան սահմանին։
2024 թվականից համատեղ ձեռնարկությունը հաջողությամբ իրականացնում է Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհի կառուցումը։ Ի դեպ, Քաջարանի թունելը Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի տրամաբանական շարունակությունն է։ Քաջարանի թունելի կառուցման պատվիրատուն է ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը, որը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության անունից։ Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման եւ զարգացման հիմնադրամի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։